Բարև ձեզ, Երևան Dialogue Forum-ի շրջանակում հյուրընկալել ենք Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերային։ Քննարկելու ենք Հարավային Կովկասում վերջին զարգացումները եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Thank you, Mr. Kuchera, for accepting our invitation. Պարոն Կուչերա, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Մեր զրույցը տեղի է ունենում Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի հարթակում։ Ինչպես եք գնահատում այս ձևաչափի արդյունավետությունը։ Ֆորումի ընթացքում հաճելի էր լսել խաղաղության գործընթացների եւ աշխարհում Հայաստանի տեղի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի եւ արտգործնախարար Միրզոյանի տեսակետները։ Սա շատ լավ հարթակ է հանդիպելու բազմաթիվ գործընկերների, պաշտոնյաների հետ, տեղեկանալու ներկայիս զարգացումների մասին նրանց դիրքորոշումներին։ Անդրադառնանք մեր տարածաշրջանում խաղաղության գործընթացին։ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջնականացրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը որոշակի պայմաններ է առաջ քաշում։ Ինչպես եք գնահատում խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման հեռանկարը։ Կարծում եմ կարևոր է, որ համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի։ Չնայած դրանում որոշ բաց կետեր կան, դա կլինի շատ լուրջ առաջին քայլ։ Ըստ էության այն պարտավորեցնում է կողմերին հարգել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, որ արդարացումներ չլինեն ապագայում կամ ներկայումս ներխուժումներ իրականացնելու համար։ Դա կարևոր առաջին քայլ է նաև 30 տարի հակամարտող կողմերի միջև վստահություն կառուցելու տեսանկյունից։ Այսպիսով կարծում եմ հարկավոր է արագ ստորագրել համաձայնագիրը։ Ձեր կարծիքով ինչ հետագա քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանը եւ Ադրբեջանը։ Նրանք պետք է ստորագրեն համաձայնագիրը, դա բավականին հստակ է, այնուհետև կարելի է աշխատել հաջորդ քայլերի ուղղությամբ։ Խոսքը միայն խաղաղության համաձայնագրի մասին չէ։ Վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ առաջընթաց է գրանցվել սահմանային հարցերում։ Անչափ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ գործակցություն են վարում սահմանազատման ուղղությամբ։ Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, հնարավոր կլինի մտածել ավելի բարդ հարցերի շուրջ, օրինակ տարանցման հետ կապված, որի մասին համաժողովի ընթացքում խոսեց նաև վարչապետը։ Զգայուն հարց է, սակայն կարծում եմ քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի կազմակերպել։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ լավ առաջին քայլ կլինի։ Դուք նշեցիք հաղորդակցությունների մասին։ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Կարծում եմ հնարավորինս շատ առևտրային ուղիներ ապահովելը եւ դրանք բաց պահելը կարևոր է եւ օգուտ կբերի թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Կարծում եմ երկու կողմն էլ ի վերջո կցանկանա դա անել։ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հնարավորություն ունենան վերականգնելու այն կապերը, որոնք կորսվել են ավելի քան 30 տարի առաջ։ Ինչպես եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչ նշանակություն այն ունի ընդհանուր տարածաշրջանային բարեկեցության առումով։ Դա կարևոր է ոչ միայն քաղաքական պատճառներով։ Իհարկե լավ կլինի, որ Հայաստանը եւ Թուրքիան կարգավորեն ավելի քան 30 տարի իրենց անհանգստացնող քաղաքական խնդիրները, սակայն հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ տնտեսական զարգացմանը։ Հայաստանը դուրս կգա մեկուսացումից, որում հայտնվել է փակ սահմանի պատճառով։ Թուրքիան նույնպես կշահի։ Հայաստանին սահմանակցող թուրքական շրջանները համեմատաբար աղքատ են։ Սահմանի բացումը կարող է փոխել իրավիճակը, այնպես որ այս հարցի ուղղությամբ արժե աշխատել։ That we really should work towards. I see. Ձեր կարծիքով ինչպիսին է Հարավային Կովկասի հետ կապված ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը։ Արդյոք ամերիկյան կողմը հետաքրքրված է մեր տարածաշրջանով եւ ինչպես կարող է ազդել Հարավային Կովկասում շարունակվող խաղաղության գործընթացների վրա։ Այս պահին բարդ է ասել։ Ինչպես գիտեք, նոր վարչակազմը մի շարք փոփոխություններ է կատարում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական կուրսում։ Նրանք ունեն հստակ առաջնահերթություններ եւ Կովկաս այդ ցանկում առաջիններից չէ։ Այնպես որ չենք կարող ասել իրականում ինչ են մտադիր անել։
Բայդենի վարչակազմն ավելի մեծ ներգրավվածություն ուներ Հարավային Կովկասում։ Պետքարտուղար Բլինքենն ակտիվորեն աշխատում էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Նոր վարչակազմի կողմից նման պատրաստակամություն դեռ չենք տեսել, բայց բացառել չենք կարող, որ ապագայում այն ի հայտ կգա։ Վաշինգտոնը շատ հավակնոտորակարգ է ստանձնել, փորձելով կարգավորել Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Գազա պատերազմները, Իրանի հետ խնդիրները եւ այլն։ Սրանք Սպիտակ տան համար շատ ավելի կարևոր հարցեր են։ Այժմ բոլորը, այդ թվում Երևանը, Բաքուն, Թբիլիսին սպասում են, թե ինչ հեռանկարներ կբացվեն տարածաշրջանում։ Կարծում եմ, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի, դա մեծ ազդեցություն կունենա նաև Կովկասի վրա։ Պարզ կդառնա, արդյոք տարածաշրջանը մրցակցության դաշտ է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Ներկայումս տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու իրական հնարավորություն տեսնում եք։ Այո, կարծում եմ հնարավոր է, սակայն գուցե երաշխավորված չէ։ Անկասկած կա էսկալացիայի վտանգ, սակայն բոլոր հակամարտություններն ավարտվում են։ Այժմ մոտ ենք հակամարտության կարգավորմանն առավել քան երբևէ։ Թե Հայաստանից, թե Ադրբեջանից ազդակներ կան, որ կողմերը հետաքրքրված են կարգավորմամբ։ Պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Պարոն Կուչերա, շնորհակալ եմ այս հնարավորության եւ հարցազրույցի համար։ Մեր հյուրներ Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան, շնորհակալ եմ։